Սուրբ Հաննա եկեղեցում Փաշինյանի մասնակցության միջադեպը եւ առողջական խնդիրներ ունեցող 18-ամյա պատանու կալանավորումը տեսնելուց հետո երիտասարդները ձայն կտան Փաշինյանին, ինչի համար նա այդ քայլին գնաց։ Լսի, այդ երեխեն չէր մեղավոր։ Այդ երեխեն մի քիչ շփոթվել էր, մի հատ պետքա պիստոլետ ալներ, գուլեր գլխին ու պրծներ, քոդ գնար նստեր։ Զաթուկի դեր որ պրծանք։ Այդ ողորմելից, ոչլոց շներից։ Եկեղեցին, իր բանը գործ չունի, եկեղեցին ա մնացել։ Գործ չունի ինքը, եկեղեցու գործեր իրանը չի, դա իրան չի վերաբերվում։ Մարդիկ կան, որ զբաղվում են, ինքը դրա մեջ գործ չունի, ու իր գործերով թող զբաղվի։ 4 կողմը թուրք են ու բանեն, այդ դասա թշնամիներ են, կուկուռուզ ուտի, մանդակի բացում անի, արա գնա տանդ կեր, այ խելագարանտեր, որդից եկար մեր ժողովրդի գլխին։ Ես իմ վրա շատ ծանր զգացի, շատ ծանր, ես չեն անում էլի, չի կարելի։ Իմ եկած բանը եկեղեցին ուզում քանդի, ես ներ հոգևորականներին ուզում ծաղ վերացնի, ինչի համար։ Մեկ հնուց եկած ազգ, շատ հնուց, առաջի քրիստոնյան մենք ենք, հայությունն է։ Ճիշտ է 18 տարեկանի հետ իր վերաբերմունքը դե կարժեր տենց անել։ Չարժի, ողջի չարժի։ Կալանքի հիվանդ երեխա է։ Իհարկե չարժի։ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը տարածելու համար ինչ տառապանքների միջոցով անցավ։ Ինչով է անցել, ինչքան է տառապել, որ քրիստոնեությունը ընդունվել է Հայաստանում։ Տրտատ թագավորի ժամանակ։ Հիմա մենք եկեղեցինել ենք պղծում, կրոննել ենք պղծում, ախրի չի կարելի։ Ես եկեղեցին ուրիշ հասկացություն գիտեմ։ Ես որ գնում եմ եկեղեցի միլիցեքը կայնած են ընդ ինչ տպավորություն կթողնի, եսի եկեղեցիա թե բերթա։ Ինչ է, օրինակ այդ ինչ, ոնց հասկանանք։ Այն տղային որ 18 տարեկան է, եւ մեղք է։ Հիմա այդ Դավիթը տղա եղել, դեռ բան են անում են ոստիկանները ոնց են գալու նման հոշոտում են։ Տենց է վերաբերում։ Դա ճիշտ է, ինչ անի, հիմա երկու աղբեր կանգնած աղոթելուց են եղել։ Ոչ մեկն էլ դրան չի ասում, Փաշինյանը ճիշտ է։ Ուղղակի գիտես, այնց տեղ է եղել։ Հետո ինքը ղեկավար մարդ է եղել, այնպես չի որ եսի ինչ լինի, որ մեկը շուրգար չիպերնի տար կասեին ղեկավարին սենց արի։ Դու ինչ գործ ունես աղոթող մարդու կպնես, ինել եկեղեցու մեջ։ Իրան ոչ մի բան էլ ճիշտ չի։